նախագիրք, որ բոլորին էլ այսպես ասած ժամանակը բավականացնի։ Արմավերի մարզպետարանի, Պաղարշակպատի քաղաքապետարանի հարգելի ընկերներ գնացին իրենց բարիչանապար։ Էջմիածնի Խաչատուր Հակոբյանի անվան համար 4 միջնակարգ դպրոցի իմ սիրելի գործընկերներ, այդ նույն դպրոցի տարբեր տարիների իմ շատ սիրելի շրջանավարտներ, բոլոր հյուրեր, ներկաներ, դուր տվեք շնորհավորել այս լավ տոնականության կապակցությամբ, որը կազմակերպել է Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինությունը և մանկարժական կոլեկտիվը, և ցանկանալ նրանց ամուր առողջություն, հաջողություններ իրենց դժվար պատվավոր աշխատանքում մեր երեխաների կրթության հասարակության գործում։ Զարմանալիորեն իմ աշխատանքային կենսագրությունը համընկնում է Աբովյան դպրոցի ստեղծման և դրա գործունեության հետ։ Այո, որովհետև 60 թվի օգոստոսի վերջին, երբ մենք եկանք այս դպրոցը, իդեպ ասեմ, այս դպրոցը այսքան ծավալուն չէր, միայն մի կորպուսն էր, որ 480 աշակերտի համար նախատեսված անվերեցին։ Եվ մենք քանի որ մի կերպ պայմաններ ունեինք դրա նախորդ տարում, եկանք այստեղ ոգևորված սկսեցինք աշխատել։ Այդ ժամանակ մեր դպրոցի դիրեկտորն էր լուսահոգի Պետրոս Աբգարյանը և ուսմասպարն էր Ջեմա Զաքարյանը։ Հիշում են մեր բարձր տարիների շրջանավարտները։ Եվ մենք սկսեցինք աշխատել։ Կարճ ժամանակից հետո, այսինքն մի քանի ուսումնական տարուց հետո, մեր դպրոցը աճեց, զարգացավ, ոչ միայն քանակապես, այլ նաև որակապես, և արդեն կազմակերպվեց որպես ինքնուրույն լավագույն դպրոց քաղաքի մեջ։ Իդեպ ասեմ, որ այդ տարիներին ամենահարմարավետ դպրոցը Աբովյան դպրոցն է, որովհետև միակ դպրոցը, որ ուներ ներսում, դուք լավ գիտեք, պատվալային հարկում սպորտ դահլիճ, երրորդ հարկում հավաքների համար հանդիսությունների դահլիճ և ֆիզիկայի, քիմիայի առանձին լաբորատորիաներ, հարմարավետ պայմաններ դպրոցի աշխատանքի համար։ Սկսեցինք աշխատել։ Իմ բախտը բերեց այն իմաստով, որ ուսանողական նստարանից անմիջապես հետո ես աշխատեցի այնպիսի ճանաչված վաստակաշատ ուսուցիչների հետ, ինչպիսին էին Հայկ Դավելյանը, Պետրոս Աբգարյանը, այնուհետև Ընկեր Ջուղուրյանը, որ այստեղ է, Աննա Հովսեփյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի, Մարուսյա Ավագյանը, աշխարհագրության լավագույն ուսուցչուհի, Ռոզա Աբրահամյանը, որ կարծեմ այստեղ է, և կարեց մանկավարժների հետ մենք սկսեցինք ոգևորվել աշխատել։ Դեռ մի քանի տարի էր անցել, երբ որ մեր դպրոցի համբավը դուրս եկավ քաղաքի, շրջանի և հանրապետության սահմաններից, պատահական բառեր չեմ ասում գովեստի խոսքեր, մեր դպրոցի աճին զուգընթաց դպրոց էին գալիս նորանոր ուսուցիչներ, որոնք բոլորն են կարծես նվիրված էին, բոլորն են անմիջապես ընդունում էին մեր դպրոցի դրվածքը և պահանջները։ Դրանցից էին Ասիա Շարգերդյանը, Խաչիկ Նազարյանը, Լյուբա Նազարյանը, Իրա Խանզադյանը, Վաչիկ Դավթյանը, Ազնիվ Աբրամյանը, Էմա Զարգարյանը,
Ղարաջան քնարիկ լիլիկ քույրերը եւ այլն բոլորն են լավագույն ուսուցիչներ եւ բոլորն են նվիրված աշխատողներ։ Սակայն 5 տարի հետո մեր դպրոցում նշանակվեց դիրեկտոր Վարդան Հարությունյանը, հայրենական պատերազմի մասնակից, դպրոցը լավ պատկերացնող մանկարժական կոլեկտիվի հմուտ ղեկավար, նրա օրոք մեր կոլեկտիվը ոչ միայն ուսումնասիրական աշխատանքներով ստանում էր կամ հասնում էր բարձունքներին, այլև մենք շատ ուրախ էինք, որ Հարությունյանի ժամանակ կարողանում էինք ճանաչել մեր հանրապետությունը, յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին եւ հաջորդ ուսումնական տարվա սկզբին ամեն մի տոնի նախօրյակին գերակցանը կազմակերպում են հեռավոր էքսկուրսիաներ Հայաստանի մասշտաբով։ Դրա համար մենք իրարից շատ գոհ էինք, լսում էինք եւ կատարում էինք։ Մեր դպրոցի փառն ու ճանաչումը արդեն դուրս էր գալիս հանրապետության սահմաններից։ Դա պատահական չէ, որովհետև մեր դպրոցում լավագույն աշակերտներ Աշոտ Նազարյանը, Սերժիկ Աշակյանը, Նորի Գրիգորյանը, Թամարա Գասպարյանը, Արսենո Հարությունյանը, Միքայել Մարտիրոսյանը, Բաղդասարյան Անահիտը, Արաքել Արաքելյանը, Սամվել Կարապետյանը, Ալավերդյան Պետրոսը, Մարտիրոսյան Գայանեն, Լալազյան Ալբերտը, Դավիթ Սամվելյանը եւ շատ-շատերը օլիմպիադաներում մասնակցում էին հանրապետությունում եւ զբաղեցնում մրցանակային տեղեր։ Ես դրանցից առանձնացրեցի մեր շատ սիրելի Յուրիկ Մարտիրոսյանին եւ ավելի շատ սիրելի Զեփյուր Կարապետյանին, որոնք երկուսն տարբեր տարիներում մասնակցեցին միութենական օլիմպիադաների եւ առաջնություններին։ Եվ այսօրվա նման հիշում եմ ստեղ դիմի Զեփյուրի բարձր։ Եվ այսօրվա նման հիշում եմ, որ մեր դպրոցի հասցեով Լոմոնոսովի անվան պետական համալսարանից պատվիրված նամակ ստացանք, որում գրված է, որ Զեփյուրին հրավիրում են իրենց մոտ առանց ընդունելության քննությունների ֆիզիկո-մաթեմատիկական բայց մեր մեջ ասած Զեփյուրի կողքին նստած Հրաչիկ Դավթյանը չթողեց որտեղ։ Եվ գուցե դա ճիշտ է, որովհետև Զեփյուրեն ստեղծեցին մի լավ օրինակելի ընտանիք, այժմ արդեն երիտասարդ, թորներով ապրում։ Մեր դպրոցում Գեր Հարությունյանից հետո դիրեկտոր նշանակվեց Ալբերտ Աբրահամյանը, մի համեստ, խելացի, մի լավ մասնավորություն, որը շատ լավ տիրապետում է պատմության եւ հասարակության առօրյաներին, բայց առողջական վիճակի պատճառով նա շուտ հրաժարվեց այս կյանքից, դեռևս կենսաթոշակի կարիքի չհասնելով։ Ալբերտ Աբրահամյանի ժամանակ դպրոցը ստացավ նոր կարգավիճակ, ռուսաց լեզվի մոռացված ուսուցման, այդպիսի դպրոցներ հանրապետությունում 7 էին, որոնցից մեկը մեր դպրոցն էր։ Ես այստեղ ուզում եմ նշել հատկապես դպրոցի ռուսաց լեզվի գծով ուսումնասիրման Ռոզա Մարգարյանցի եղանի աշխատանքը։ Ռոզա Սետրակնա, ընտրում եմ կանգնեք, միացած այդ կոգրամարմին կին է, ոչ միայն եղանի տիրապետում էր առակնա և մեթոդիկան, այդև լիքը լեցված էր պատրաստակրթության, աշխատասիրության, բարեխաչության, այդպես որ բավական էր 10 րոպեի զրույցի կաբինետում, որ հաջորդ օրը Մոսկվայից թե Երևանից եկած ստուդենտները գնային այստեղից։ Շատ գոհ և շնորհակալ։ 81-90 թվականներին 10 տարի
վստահեցին այս մեծ անդրաժական կոլեկտիվ աշխատանքների ղեկավարությունը։ Աշխատեցինք միասին եւ շատ լավ աշխատեցինք թույլ տվեք ասելու, որովհետեւ հեչ միասին այնքան բարձրացավ համբավը Աբովյան դպրոցի, որ չէին կարող ինտերավորել։ Մի տարի 6-ը առաջին դասարան եմ ընդունել 32 աշակերտով եւ տեղ չլինելու պատճառով ես շատ մարդկանց ծնողների աչքերին արդյունք եմ տեսել։ Եվ այսպես իմ աշխատանքի ժամանակ մեր դպրոցն ընդունվեցին լավագույն ուսուցիչներ Անահիտ Եղիազարյանը, Գայանե Խաչատրյանը, Անի Մկրտչյանը, Արաքսա Գրիգորյանը, Նորիկ Բարսեղյանը եւ շատ ուրիշներ։ Եվ այսպես աշխատում ենք։ Հարգելի բարեկամներ, իմ աշխատանքային կես տարվա փորձը ցույց է տվել, որ ընդհանրապես կոլեկտիվը հաջողությունների է հասնում եւ հատկապես մանկահրաշական կոլեկտիվը, եթե կա այդ կոլեկտիվում բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտ, շատ լավ մարդկային հարաբերություններ դպրոցի տնօրինության եւ մանկահրաշական կոլեկտիվի միջեւ։ Իսկ այսօր այդ մթնոլորտը ստեղծված է իմ շատ սիրելի Աբովյան դպրոցում, ես տեղյակ եմ, չնայած դուրս են եկել կենսաթոշը, բայց ամեն մի միջոցառման ինձ տեղյակ եմ պահում, հրավիրում են երեշակ բխնդրանից։ Եվ այստեղ կա աշխատանք, կա հաջողություններ եւ կլինեն այդպես մինչև վերջ։ Հարգելի ներկաներ, քանի որ մեր աշխատանքը փոքրիկների հետ է աշակերտների եւ նրանք շատ օգնած են, խնդրում եմ հնարավորություն տանք նրանց ներկայացնելու իրենց համերգային ծրագիրը, հետո կանդրադառնանք հուշերին։ Ես իմ անուշ Հայաստանի կարդում եմ 5-րդ դասարանի աշակերտ Սահակ Բարսեղյանը։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, մեր հին սասի ողբանված, լացակումած լարն եմ սիրում, արնանման ծաղիկների ու արդերի բույրը վարման, ունայյան աղջիկների, հեզաչիկում բառն եմ սիրում, սիրում եմ մեր երկինքը մուր, ջրերը ջինջ, լիճը լուսեր, արևն ամռան ու ձմեռվա, վիշապացայն բուքը լսեմ, մթուն կորած խրճիթների, անհյուրընկալ պատերը սև, ունամյա քաղաքների, հազարամյա քարն եմ սիրում, իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա, նարեկացու քուչակի պես լուսապսակ չապատ չկա, աշխարհ անսիր, Արարատի նման ջերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ մասիս սարն եմ սիրում։ Ելույթ է ունենում Երկող Հայաստան համահայկական մրցույթի կրկնակի դափնեկիր, բազմաթիվ փառատոների մասնակից դասական երգչախումբը, խմբավար Գայանե Մարդոյան, նվագակցում է Նազիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Պետրոսյան, Հայաստան, իմ ուսուցիչ Արեգ